թերությունների մասին։ Առաջինի մասին կարծում եմ արդեն բավականին մանրամասն ասեցի, դա վարիատոր փոխանցման տուփն է, որը պահանջում է զգույշ վերաբերմունք եւ խնամք։ Երկրորդ թերությունը, որը հաճախ հանդիպում է Nissan Rogue-երի դեպքում, դա հետևի կախոցն է, կամ ինչպես ասում ենք, հետևի մոստը։ Եթե գալիս է այնպիսի վիճակ, երբ որ դուք շրջադարձերի կամ արագ վարելու ընթացքում հետևի կախոցից լսում եք ինչ-որ գվուն կամ նույնիսկ ոռնացող ձայն, շրջադարձերի ժամանակ լսում եք կտկտոց կամ ինչ-որ խփոցներ, ուրեմն ժամանակն է տանել եւ հետևի կախոցը մանրամասն ուսումնասիրել, տեսնել ինչ վիճակ է։ Դա չանելու դեպքում առնչվելու եք խնդրի, որ հետևի կախոցը ուղղակի շարքից դուրս է գալու կամ ինչպես մենք կենցաղային լեզվով ասում ենք, մոստը թափելու է։ Պլյուսներից ընդարձակ եւ հարմարավետ սրահը, ինչի համար իրան կարող են կոչել իսկական հարմար ընտանեկան crossover, շատ մեծ պլյուսներից պայստամասերի առկայություն, այսինքն որևէ խնդիր առաջանալու դեպքում մեքենայի որևէ պայստամասը գտնելու առումով ոչ մի խնդրի եւ խնդրի առաջ չեք կանգնել